Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 9 Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք, Հռովմայացիս 6:8 խոսք։ Ինչ է այս կյանքը, եթե ոչ ցեխի մեջ թավալվել, արարչագործության աղբում բնակվել, մարդու մեղքով աղտոտված երկրում, որտեղ մենք ամեն օր տեսնում ենք Աստծո դեմ նոր հանցանքներ և մեր մեջ հայտնաբերում ենք մեզ համար անպատվաբեր շարժառիթներ, բայց Քրիստոսը իր զոհաբերությամբ մեզ համար ավելի լավ տեղ է պատրաստել, այո, ավելի փառահեղ տեղ, քան Ադամի դրախտը, որը մեզ համար նախատեսված էր առաջին արարչագործության ժամանակ, վայր, որը ոչ միայն կառուցվել է Աստծո խոսքով, այլև հաստատվել և պատրաստվել է Քրիստոսի արյունով։ Մեղքի պատճառով օրենքի համաձայն մեր մարմինները պետք է փոշիանային, իսկ մեր հոգիները դատապարտվեին Աստծո բարկությամբ։ Սակայն մեր խաչված Փրկիչը փրկագնել է մեր մարմինները, ինչը կդրսևորվի հարությամբ և մեր հոգիների մշտական ապահովությամբ երանության վայրում, վայր, որտեղ հավատացյալները իրականում կբարձրանան և կունենան իրենց մշտական բնակավայրը, որը կոչվում է փրկագնված իշխանություն։ Ինչպես Ադամը բերեց մահվան արքայությունը, այնպես էլ Քրիստոսը բերեց կյանքի արքայությունը, և մենք կթագավորենք այն մեկ Հիսուս Քրիստոսի ձեռովը, Հռովմայացիս 5:17 խոսք։ Նա մեզ չգնեց դրախտի կյանքի համար և ոչ էլ վերադարձրեց մեզ այն անցողիկ վիճակին, որում ստեղծվեց Ադամը։ Նա մեզ հավերժ չկապեց երկրին և արարչագործության գործածմանը մեր ապրուստի համար։ Նա մեզ գնեց հավիտենական կյանքի և պատրաստեց հավիտենական բնակարանները, ոչ միայն նրա համար, որ մենք կարողանանք ունենալ մարդկանց կամ օրհնյալ հրեշտակների ընկերակցությունը, այլ նաև Աստծուն տեսնելու երանությամբ օրհնվելը, բնակվել այն նույն վայրում, որտեղ նրա փառավորված անձը երկրպագվում է երջանիկ հոգիների կողմից։ Այնտեղ մենք նրա հետ կապրենք մի կյանք, որտեղ մեր հասկացողությունները կազատվեն մառախուղներից, մեր կամքերը բծերից և մեր զգացմունքները արատությունից։ Մենք մեղքով կորցրեցինք դրախտը, բայց խաչի միջոցով ստացանք երկինքը։